Սիրելի լրագրողներ, շնորհակալություն այս ակցիայի մասնակիցներին, դուք տեսաք, որ Spider-Man-ի վրա ձեր աչքի առաջ գործ կարվեց, ինչը մենք տեսնում ենք նաև իրականությունում, մենք խիստ անարդար ենք համարում այն, որ Արթուր Օսիպյանին ձերբակալել են, դա տեղի ունեցել բոլորիս աչքի առաջ, ու որևէ պատճառ չկա Արթուր Օսիպյանին այսքան ժամանակ պահելու, առավել ևս, ինչպես գիտեք, Արթուր Օսիպյանը 14 օր է արդեն հացադուլ է անում։ Մենք կարծում ենք իհարկե, որ Արթուր Օսիպյանից բացի Հայաստանում էլի կան քաղբանտարկյալներ, որոնց նկատմամբ գործերը տարբեր կերպ կարվել են, սկսած նրանից, որ կեղծվել են որոշ ապացույցներ, մոնտաժվել են կամ կարվել են ինչ-որ բաներ, բայց այսօրվա ակցիան շատ կուզենք հենց կենտրոնանա Արթուր Օսիպյանի համար ու բոլորին դեմ եմ այս խիստ անարդարությանը չէր կարող բաց թողել անդրադառնալը, մենք իհարկե այլ ակցիաներ ունեինք պլանավորած, բայց այս խիստ անարդարությանը չէինք կարող չանդրադառնալ ու այսօր այս կերպ անդրադարձանք գործ կարելու ակցիային, հուսով ենք, որ այս ամեն ինչը կտարածվի մարդկանց մոտ, բոլորը իրենց բողոքի ալիքը կբարձրացնեն ու հնարավորություն կընձեռվի, որ այդ մարդը լինի ազատության մեջ։ Բայց անդուր չի ընդունվում հասարակության կողմից նման ակցիաները։ Մենք բոլորս այստեղ կանգնած էինք, թե դուք լրագրողները, թե մարդիկ, ովքեր ուղղակի եկել են, ես որևէ անլուրջություն չտեսա, որևէ ժպիտ չտեսա այս ամեն ինչի մեջ, որովհետև մենք շատ լուրջ էինք մոտեցել այս ակցիային, ու այդ ակցիային այնքան լուրջ էինք մոտեցել, որ հնարավորինս մոտիկ էր արված նրա ինչ որ իրականում տեղի է ունենում։ Կարծեմ ձեր թվով 8 կամ 9-րդ ակցիան է, հաջորդիվ ինչի սպասենք։ Հաջորդիվ իհարկե քարոզարշավը դեռ չի ավարտվել, ու մինչև ամսի 5-ը մենք ունենք մտածած ակցիաներ, որոնք ըստ պլանի անելու ենք, չբացահայտեմ, բայց ամեն դեպքում հայտարարելու ենք, ձեզ անպայման տեղեկացնելու ենք, հուսով ենք, որ դուք էլ կգաք ու կլուսաբանեք։ Ազատություն Արթուր Օսիպյանին։ Ազատություն Արթուր Օսիպյանին։ Ազատություն Արթուր Օսիպյանին։ Եվ մնացած քաղբանտարկյալներին։ Բոլոր քաղբանտարկյալներին։ Այո։ Իսկ դուք նաև ձեր ակցիաների շրջանակներում զահլատ անելու ինչ-որ արձան եք տեղադրել ռադիոտան դիմաց, դա հիմա տեղում է, թե տարել են։ Դե մենք հրապարակել ենք համապատասխան վիդեո, որով երևում է, թե ոնց են գալիս ու մարդիկ այդ զահլեն տանում, ամենայն հավանականությամբ այդ մարդիկ Երևանի պետական համալսարանի աշխատակիցներ էին, բայց անունները չի պարզվել, մենք վիդեո հրապարակել ենք, ձեզ էլ կխնդրեմ, եթե ինչ-որ հնարավորություն կա ձեր միջոցներով հասկանալ այդ մարդիկ ովքեր են, իմանանք, բայց իրանք այնքան վատ էին այդ զահլեն տարել, մի քիչ լավ չէին վիզ դրել, որ մենք գտանք այդ արձանը ընդամենը դիմացի մայթում ու զահլայի արձանը վերատեղադրված է ու հույս ունենք, որ այդ խորհրդանշական խորհուրդը կմնա ու այս ընտրություններում այնպիսի փոփոխություններ կլինեն, որ ոչ մեկ չփորձի եւ մարդկանց զահլեն տանել եւ արձանը կմնա որպես հուշ հետագայում զահլա տանողների։ Ներողություն, ես որպես լրագրող հարց տամ, ուղղակի որպես քաղաքացի։ Այդ զահլեն տարան դուք չեք դա կազմակերպել։ Տանելը։ Չէ, վիդեո որտեղ։ Վիդեոն մենք ենք, նայեք, մենք մեր ակցիաները սովորաբար շատ լուրջ ենք մոտենում մեր ակցիաների կազմակերպմանը։ Մենք արձանը դնելուց վստահ էինք, որ Հայաստանում կգտնվեն համապատասխան մարմիններ, ովքեր անպայման գալու են ժողովրդի զահլայի արձանը տանեն։ Մենք այդ նկարահանումը մենք ենք կազմակերպել, մենք ավտոմեքենան պատրաստել էինք, կամերան դրված էր, տանողները համապատասխան մարմիններն էին ամենայն հավանականությամբ Երևանի պետական համալսարանից, որոնք որ պարզա չեն ասելու, որ իրանք են, ոնց որ քաղաքապետարաններ։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը լսել եք այն մասին Արթուր Օսիպյանի հետ կապված, ասում է Արթուր Օսիպյանը պետք է հենց ներողություն խնդրի, որովհետև Արթուր Օսիպյանն է կապված եղել Արցախի պսևդոէլիտայի հետ եւ վարչապետն ասում է մենք տեղեկություններ ունենք։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում եւ սա արդյոք արդեն իսկ անուղղակի իրավապահ համակարգին ինչ-որ մեսիջ չէ, որ զիջումների չկան։ Նայեք, ես Արթուր Օսիպյանին անձնապես չեմ ճանաչում, բայց ուսումնասիրել եմ իր գործունեությունը որոշակի չափով։ Ես գիտեմ, որ Արթուր Օսիպյանը առաջի հերթին
այն ինչ որ Նիկոլ Փաշինյանը իրան մեղադրում է թռած անվանելով, թռած չի եղել այդ մարդը, մասնակցել է պատերազմին, դրա վկայություններ էլ կան։ Երկրորդ բանը, որ ինքը կազմ է եղել այդ Նիկոլ Փաշինյանի նշած մարդկանց, դա էլ այդպես չի եղել, ինքը հակառակը միշտ պայքարել է։ Հիմա, բայց ես չեմ ուզում այդ մասում խորանալ, որովհետև չեմ ուզում համարել, որ եթե ինքը չպայքարել կամ պատերազմին մասնակից չլիներ, այն ինչ որ իր հետ տեղի ունենում, դա արդարացի է։ Կապ չունի, էլի, պետք չի այդ պլանկեն այնպես դնենք, որ անպայման եթե մարդը պատերազմին գնաց է, մասնակցել է, բոլորի դեմ պայքարել է, այս արեն արե, նոր մենք իրան պետք է համարենք քաղբանտարյակալ կամ ոչ։ Չէ, մարդը հստակ եկել է Նիկոլ Փաշինյանի դիմաց արտահայտվել է, կոպիտ ասած բանավիճել է հետը, հաղթել է ինչ որ առումով այդ բանավեճում ու հիմա բանտարկված է։ Իմ ընդամենը բանը հետևյալն է ու իրավապահ մարմինները շատ արագ արձագանքել են դրան։ Ես այդտեղ խնդրեմ եմ տեսել ու մենք այդտեղ խնդրեմ ենք տեսել ու դրա համար այս ակցիան կազմակերպել ենք։ Արթուր Օսիպյանին քաղաքապետարյալ եք համարում։ Այո, այս ակցիան դրա մասին էր։ Շնորհակալություն ձեզ։ Եկեք, շնորհակալություն։ Հաջողություն։ Մյուս ակցիան ժամանակով ավելի Գրենք Մեր շանսերը բավականին բարձր են գնահատում։ Մենք այս երևի կարելի ասել միակ քաղաքական ուժն ենք, որ այս ընթացքում 3 անգամյա աճ ենք գրանցել մեր ռեյտինգում ու դրանից հետո շարունակել ենք այն տեմպով, ինչ որ արել ենք, մի բան էլ ավելացրել ենք։ Ես վստահ եմ, որ մենք արթնացրել ենք բավականին շատ երիտասարդների ու բոլորին դեմ մարդկանց, ու եթե այդ մարդիկ մեզ լսեն ու հունիսի 7-ին գնանք քվեարկեն բոլորին դեմ են, քվեաթերթիկ համար 2, 4% էլ չէ, 10% մենք կհավաքենք։ Մեզ մնում է ընդամենը այս մեսիջները շարունակաբար տեղ հասցնել, ինչը մենք անում ենք։ Հաջորդիվ լինելու են ակցիաներ, որոնք էլի տարբերվելու են իրանց կրեատիվությամբ, ամեն անգամ մենք փորձելու ենք գերազանցել նախորդ ակցիան ու մենք կարծում եմ, որ հնարավորություն կլինի հասնելու նշած քաղաքացիներին։ Իսկ մի քիչ փակագծերը կբացեք հաջորդիվ ինչ ակցիա։ Չէ, մենք ակցիաների մասին 1-2 օր առաջ լրատվականներին բոլորին տեղեկացնում ենք, կարիք չկա հիմա ասելու ու կոտրելու այդ բանը, էլի։ Ներողություն, իսկ այսօրվա բանավեճին եք պոպկորնով պատրաստվում գնալ։ Այսօրվա բանավեճին էլի չբացահայտեմ, բայց կարա ինչ-որ ակցիա էլ այսօրվա բանավեճին լինի, որովհետև մենք բանավեճերին եւս դիտարկում ենք մի տեղ, որտեղ դու կարող ես գնալ ու քաղաքական քո բողոքը արտահայտել, տարբերվելով մնացածից, լինելով բոլորին դեմ։ Ինչը մենք երեք տեսանք։ Մեր անդամներից Միքայել Նահապետյան պոպկորն ուտելով ինձ թվում է շատ քաղաքացիների փաստացի իրանք ինչ անում էին, նույն բանը ինքը անում էր ուղիղ եթերում։ Առհասարակ խոսելով երեկվա բանավեճից ձեր տպավորություններն ինչպիսին են։ Դե ամբողջ ընթացքում տենց շատ աղմուկ եմ լսել, որ ասեմ տենց շատ բառերը լավ հասկանում էի, չէ, բայց ընդհանուր առմամբ ֆոնը աղմուկի էր ու մեկ էլ այդ դրվագն է իմ մոտ շատ տպավորվել, որը քաղաքացիները եւս կարծում եմ ֆիքսել են ու բավականին լայն տարածվել է։ Իսկ այսօր կուսակիցներից ով է լինելու բանավեճ։ Այսօրվա մեր բանավեճին լինելու է Հովսեփ Ղազարյան։ Կներեք, էլի օրեր անց եւ արդեն քարոզարշավը կավարտվի։ Ձեր կարծիքով, ձեր ուժի առումով ասեցիք, որ եռակի աճ եք գրանցել։ Արդյոք մյուս քաղաքական ուժերը կարողացել են քարոզարշավի ժամանակը արդյունավետ օգտագործել ծրագրերը ներկայացնելու, բանավիճելու, քննարկելու, ի վերջո ընտրողին կողմնորոշելու համար։ Ես շատ չեմ խորացել իրանց բաներում, բայց մի բան կարամ հստակ ասեմ, որ ինչ process էլ որ եղել է, երեկվա աղմուկը ինձ թվում է ցույց էր տալի, թե իրականում խոշոր հաշվով այս մեկ ամիսը քաղաքական ուժերը ինչով են զբաղված եղել։ Ու մենք ինչով ենք զբաղված եղել։ Մենք զբաղված ենք եղել այն գործով, ինչ որ քաղաքացին սիրում է, ու այն ինչ որ քաղաքացին ուզում է տեսնել։ Մենք հասել ենք դրան, որ մեր քաղաքացիները մեր մեջ տեսնում են իրենց։ Իսկ դա ամենակարևոր բանն է, որ հնարավոր էր անել։ Շնորհակալ եմ շատ։ Գիտեք, երկու օրվա մեջ հաջող բացաների մասնաճյուղ շնորհակալ եմ։